Մինչև 2 տարի ազատազրկում կարող է սպառնալ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի քրեական օրենսգիրքն է խախտել Կիրակի Հովաննավանքում։ Այս է վերաբերում Նիկոլ Փաշինյանին, այստեղ կա նաև ազատազրկում առավելագույնը 2 տարի ժամկետով, այլընտրանքային պատիժներ էլ կան։ Ըստ Զոհրաբյանի Փաշինյանի ղեկավարմամբ Կիրակի խոչընդոտվել է խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, դա քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածն է։ Այս ամենի պատասխանատուն Հայաստանի վարչապետն է, ինքն է կազմակերպում, ինքն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու օրինական գործունեությունը խոչընդոտում։ Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն Հայաստանի վարչապետի եւ բարձրաստիճան ոստիկանների դեմ։ Խնդրել ենք նաև քննարկման առարկա դարձնել քրեական օրենսգրքի ուրեմն ծեսի կատարմանը խոչընդոտելու այդ հոդվածը, Պաշտոնատար անձի կողմից իր ծառայությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու, որը վերաբերում է ոստիկաններին, պատկերացնեք ոստիկանների ներկայությամբ մեր ազատ տեղաշարժը խոչընդոտվեց։ Ես ձեզ խնդրում եմ։ Կիրակի հայ առաքելական եկեղեցու սպասավորը գնացել է Հովաննավանք պատարակ մատուցելու, նախ ոստիկանները, հետո Փաշինյանի գլխավորությամբ այնտեղ հավաքված քաղաքացիները փակել են Հայր Սուրբի ճանապարհը։ Դե գնացեք, շնորհակալություն։ Ծեսի կատարումը խոչընդոտվեց, հայ առաքելական Սուրբ եկեղեցու օրինական գործունեությունը խոչընդոտվեց, մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտվեց։ Ինչ ընթացք է ստացել Զոհրաբյանի հաղորդումը, Հայլուրի այս բանավոր հարցին գլխավոր դատախազությունից չեն պատասխանել, գրավոր հարցում են խնդրել։ Առաքելական եկեղեցու կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու հոդվածով ազատազրկման որևէ դեպք չի հիշում Արա Զոհրաբյանը, Փաշինյանը կարող է լինել առաջինը։ Ես այդպիսի բան չեմ հիշում, ես նաև չեմ հիշում նման այդ բառի ուղիղ իմաստով լկտի վերաբերմունք հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Ես չեմ հիշում նման լկտի վերաբերմունք քահանաների նկատմամբ։ Իշխանությունները իրավապահների հետ միասին ամեն ինչ արել են, որ առաքելական եկեղեցու սպասավորը չկարողանա պատարակ անել Հովաննավանքում Կիրակի, որպեսզի կարգալույց եղած Ստեփան Ասատրյանը պատարակ անունով մի միջոցառում կազմակերպի, ասում է Զոհրաբյանը։ Ուրբաթ Արագածոտնի թեմի բոլոր քահանաներին հարցաքննության էին կանչել Կիրակնորյա պատարակի ժամին։ Հատուկ են դա արել, որպեսզի սցենար առաջին, երբ որ տեսնեն հոգևորականը գնում է Հովաննավանք, իրավական հիմք ունենային նրան բերման ենթարկելու։ Զոհրաբյանը իրավապահներին նաև մեղադրում է Հովաննավանքի տարածքում հասարակ քաղաքացիներին ինքնիրավչության դրդելու համար, դա նույնպես օրենքի խախտում է։ Այն մարդիկ, ովքեր մոտենում են մեզ, քաղաքացիական անձիկ, իրենք կոնկրետ կառավարվում են հենց ոստիկանների կողմից։ Նույնիսկ երբ որ իրենք մոտենում են Հայր Սուրբին եւ արդեն փորձում են վեճ հրահրել, այդ ընթացքում ես խոսում եմ փոխոստիկանապետի հետ։ Եթե տեսանյութի այդ առաջի րոպեները նայեք, տեսնեք, որ այդ ոստիկանը ասում է դեռ ոչ։ Այսինքն երբ որ մոտենա վիճելու, ասում է դեռ հիմա ժամանակը չի, հետ արի։ Վարույթ կնախաձեռնվի այս դեպքով, թե ոչ, հայտնի չէ, միայն թե Զոհրաբյանը դատախազությանը խնդրել է վարույթը նախաձեռնել նույնքան արագ, որքան հոգևորականների դեմ վարույթներն էին նախաձեռնվել։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։